Ողջույն բոլորին, այս տեսանյութում հաջորդ շաբաթվա կանխատեսումն է մայիսի 18-ից մինչև 24-ը ընկած ժամանակահատվածի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը, այս շաբաթ օրը չէ իհարկե։ Կնայենք ինչպես միշտ ենք նայել, ինչպես որ մշտապես բոլոր ոլորտները, դե իհարկե կարևոր ոլորտներն են դրանք, դրանց էլ կարևոր ոլորտներ չկան, եթե ինչ-որ աշխատանքի հետ կապված, ուսման հետ կապված ինչ-որ բաներ են լինում, ես նաև դա էլ եմ նշում, որովհետև ոչ բոլորն են միայն աշխատում, մարդիկ կան, որոնք որ սովորում են, ովքեր որ սովորում են։ Եվ տեսնենք, թե մեզ ինչ է սպասվելու բոլորիս այս շաբաթ։ Գնայինք խոյերին։ Իրավի այստեղ տեղադրեմ, հա։ Ամեն անգամ հարմար չի։ Ինչ է սպասվում խոյերին մայիսի 18-ից 24-ը։ Ընդհանուր ֆոնը շատ սեր, շատ սեր 4 կողմից, սիրո թեման ձեզ համար շատ կարևոր կլինի, գուցե ոմանք նաև սիրահարվում են։ Մեկ րոպե։ Ահա, հույսով եմ այսպես լավ է, ուղղակի հեռախոսիս մեջ հայրատկա չմնաց։ Ստիպված դրել եմ։ Տեսնենք ինչ է սպասվում խոյերին, միգուցե այսպես ցույց տա, նաև որ ոլորտն է այստեղ շատ սեր։ Դե բոլոր ոլորտներն էլ շատ սեր է, այնպես առանձնացնելու բան չկա։ Շատ կշփվեք, կխոսեք, դե կարող է նաև ոմանց համար սա նոր ծանոթություն է, դա համար այդպես ցույց է տալիս, սա նոր ծանոթություն, շատ խոսակցություններ, այդպեսով շատ շփում եւ այդպեսով նաեւ սիրահարվածություն։ Ընտանիքում բավականին շատ կարող եք խոսել, քննարկել, շփվել, նաեւ դա կարող է լինել քննարկում ինչ-որ հարցերի հետ կապված, ծախսերի հետ կապված, միգուցե քննարկում հարսանիքի հետ կապված հարցերը, երեխաների հետ կապված, դե արդեն վերջին զանգ է, չէ, կարծեմ 22-ին է, 23-ին է վերջին զանգը, կարծես թե։ Միգուցե դա է քննարկում, դե յուրաքանչյուր բան այստեղ կարող եք քննարկել, խոսել եւ իհարկե նոր ծանոթություն, որ ուղղակի ավելի շատ կշփվեք, ավելի շատ կխոսեք մեկը մյուսի հետ։ Աշխատանքը կայուն է, ամրապնդվում է նաև ձեր տեղը, դուք արդեն ոնց որ գիտեք ձեր տեղը, ձեր աշխատանքի վայրում, ամուր եք կայունացել է, միգուցե աշխատանք եք գտել, միգուցե բիզնեսն է, եթե անկայուն վիճակում էր, հիմա արդեն ոնց որ կարգավորել եք եւ ամեն ինչը լավ է, անհանգստանալու բան չկա, համար եւս կարող եք ձեզ սիրված գալ, որ ամեն ինչ կարգավորվել է այդ առումով։ Ֆինանսական վիճակը եւս այստեղ ավելի հասուն կծախսեք, ավելի ոնց որ չափված, հա, ոչ թե ինչ տեսնեք, դա ամենչապես կգնեք։ Ամեն ինչը ոնց որ ըստ իմաստուն է մարդը դառնում մի տեսակ։ Նաև որ աշխատանքը ոնց որ կայունանում է, միգուցե ինչ-որ կարևոր պայմանագիր եք կնքում, ըստ դրա էլ նաև ոնց որ կարգավորվում է ձեր ֆինանսական վիճակը եւ ավելի ձեզ համար նոր կյանքի իմաստ է դառնում, ինչ որ նոր ձևով կարող եք սկսել գումարները ծախսել, նոր հնարավորություններ են, որոնք եւս թույլ կտան ձեզ ավելի այդպես ուրիշ կերպ ապրել, ավելի հասուն, ավելի ճոխ եւ գումարային առումով այստեղ կարող եմ ասել, որ այս շաբաթ կամ ընդհանրապես, հա, այստեղ Աստված ձեր կողքին է եւ երբեք թույլ չի տալիս, որպեսզի դուք ունենաք ֆինանսական որևիցե խնդիրներ։ Եվ առողջության վերաբերյալ եւս ոչինչ չունեմ ասելու, ամեն ինչ հիանալի է, այնպես որ հիանալի շաբաթ է ձեզ համար, հարգելի խոյեր, ուղղակի վայելեք ամեն րոպեն, ամեն վայրկյանը այս շաբաթվա։ Այսքանը ձեզ համար։
Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնենք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 18-ից 20 Ինչի ապրիլ։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 18-ից մինչև 24-ը։ Կայունություն։ Ինչ որ մի հարցում, որը որ այդպես կամ կասկածում եք, կամ ոնց որ ասած մարդու հոգին հանգստանա, երբ որ ինչ որ բան է կայունանում իր մոտ։ Գուցե այստեղ ցույց տա, թե ինչն է ձեզ մոտ կայունանում այս շրջանում։ Տեսնենք։ Ինչ է սպասվում ցուլերին։ Դե ինքը ասեմ, որ լավ շաբաթ է, ընդհանուր առմամբ։ Այստեղ շատ զրույցներ կունենաք, միգուցե ընտանիքի անդամների հետ, ծնողների հետ, դուք եւ ձեր երեխաները, նոր ծանոթություն կարող է լինել եւ դա կարող է լինել, ոչ թե կարող է լինել, կլինի ավելի ամուր եւ կայուն հարաբերություններ, որոնք կարող եք հույս դնել, որ այն կգնա առաջ, որ այն կզարգանա եւ դե տանում է դեպի ամուսնություն, այդ հարաբերությունները ավելի լուրջ են։ Իսկ այսպես կողակի ընտանիքով ավելի շատ քննարկել ինչ-որ մի բան, խոսել, այդպես շատ եք կարոտել իրար, այդպես խոսում եք։ Աշխատանքի հետ կապված ոմանք պայմանագիր կկնքեն, ոմանք նորություն կլսեն աշխատանքի վերաբերյալ, միգուցե բիզնես եք բացում, բիզնեսի հետ կապված ինչ-որ հարցեր են, միգուցե սովորում եք, այստեղ քննություններ եք պատրաստվում տալ այս շաբաթ, չեն ասում տեսակ դժվար, չգիտեմ էլ երբ են քննությունները դպրոցը ավարտում են նոր են տալիս, թե ես չեմ հիշում երբ եմ տվել, ավարտել եմ նոր եմ տվել, թե մինչև վերջին զանգատներ։ Նաև դե արդեն քանի տարի անցել։ Հեսա կլինի 30 տարի։ Նաև դա բիզնեսի հետ կապված կարող է պայմանագիր է, գործարք եք կնքում, ցուցակ կարող է կազմել, դա կարող է լինել եւ աշխատանքի բերումով եւ բիզնեսի հետ կապված ինչ-որ մի բան է գրանցում, հաշվարկ եք անում, որպեսզի կարողանաք ինչ-որ բիզնես սկսել կամ ինչ-որ աշխատանքներ տանել։ Գումարային առումով ժամանակ հատկացրեք գումար վաստակելուն, ոչ թե միայն ծախսելուն։ Ժամանակն է եկել ավելի շատ գումար վաստակելու համար։ Գիտեք, նաև կարող եք շատ ժամանակ վատնել այս շաբաթ ավելի շատ առևտուր անելու, պես այստեղ այնտեղ խանութներ գնալու համար, քան իրոք գումար վաստակելու համար։ Սա նաև ինչ-որ ժամանակ է, միգուցե ժամանակ է տրված ձեզ կամ դուք եք տալիս ինչ-որ մեկին, որ գումար վճարվի, այդպես, գումարը տակ, գումարը վճարեք, ձեզ վերադարձնեն, այդպես, նաև միայն դուք չէ։ Բայց կայունանում է ոնց որ հստակ, կողը պարտքի է, կողը վարկ է, սկսում եք արդեն վճարել եւ ժամանակն է ոնց որ այս շաբաթ, որ այդ վարկը վճարեք։ Կամ ժամանակից շուտ եք վճարում եւ ավարտում եք դա։ Հեռախոսս երկում անընդհատ։ Եվ առողջության հետ կապված այստեղ հետևում եք ձեր առողջությանը, ես ոչ մի բան չունեմ ավելացնելու։ Նաև դա կարող է դա վերաբերվում է առողջ ապրելակերպին, որ պետք է առողջ ապրելակերպով սկսեք ապրել, զբաղվեք ձեր առողջությամբ, նաև կարող եք փոփոխություններ անել ձեր արտաքին տեսքի վրա, մազերը կարճացնել կամ նման ինչ-որ գործողություններ անել ձեզ վրա։ Որը էլի վերաբերվում է առողջությանը, կարող է ինչ-որ փոփոխություններ եք անում, ատամներ կամ եւ այլն, մեկ այլ բաներ։ Ըստ ինձ լավ շաբաթ է, որոշ բաներ այստեղ շատ կարևոր են ձեզ համար։ Կարևոր կարող է փաստաթղթեր եք նաեւ ստորագրում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք եկորյակների։ Ինչ է սպասվում եկորյակներին մայիսի 18-ից 24-ը։
Ընդհանուր ֆոնը փոփոխություն է մտնում ձեր կյանք, դա կարող է լինել ընդհանուր գլոբալ մի հատ ինչ-որ մի բան է տեղ ունենում, որ այդպիսով է երևում այդ փոփոխությունը ձեր կյանքում, նաև դա կարող է լինել հղիություն, ծննդաբերություն, փոփոխություն, տան, երկրի, քաղաքի, այդպես կարող եք նաև անել փոփոխություն ձեզ մոտ։ Տեսնենք ինչ է սպասվում, միգուցե ցույց տա, որ ոլորտն է փոփոխվում, ինչ է սպասվում եղվորյակներին։ Աշխատանքը մի քիչ լավ չէ, ձեզ մոտ այս շաբաթ։ Ոմանք ընտանիքի անդամներ կարող եք գնալ սովորելու, կամ դուք, կամ ընտանիքից որևէ մեկը, կարող է երեխաներն են ընդունվում աշխատանքի սովորելու, նաև դու գաղտնիք կբացահայտվի ընտանիքի անդամների մասին, կամ ձեր երկրորդ կեսի մասին, գաղտնիքը դա նաև եւ հղիության գաղտնիքն է, որ կբացահայտվի, եւ դա կարող է լինել երեխայի սեռի եւ սիրո խոստովանություն, իմանաք ինչ-որ մեկի զգացմունքների մասին, եւ իհարկե էլի ուրիշ գաղտնիք, որը էլի վերաբերվում է ընտանիքի անդամներից մեկին։ Կփոխեք ձեր կյանքի էջը, կփոխեք ուրիշ ձև կսկսեք ապրել, հենց դա է փոփոխությունը։ Այստեղ ինչ-որ մի կարևոր մի բան է փոխվելու։ Այստեղ պարտադիր չի, որ բոլորը լինեն ամուսնացած, եւ դուք ովքեր որ ամուսնացած չեն, գուցե ավելի հեշտ է ձեզ համար, փոխել ձեր կյանքի ոճը, ձևը, այն ինչ որ դուք անում եք, ինչպես որ դուք ապրում եք։ Ֆինանսական, աշխատանքային խնդիրներ կան այստեղ, աշխատանքի ընդունելության գտնելու, աշխատանքում անընդհատ կարող է բախվում եք խոչընդոտների, խնդիրների, տեսնենք կլուծվեն այս շաբաթ։ Դե հավանականությունը շատ մեծ է, որ կլուծվեն, որովհետև ավելի առույգ կլինեք եւ կկարողանաք շատ ճիշտ դուրս գալ այդ լաբիրինթից, այն ինչ որ խճճվել եք դրա մեջ։ Սա նաև կարող է լինել լիքը պատվեր եւ մոռացել եք ինչ որ մարդկանց պատվերները գրանցել եւ գալիս են հերթով եւ դուք ոնց որ արդեն վերջ խճճվել եք, չգիտեք ումն անեք, եթե դուք այսպես աշխուժ եք, արագ կողմնորոշվեք եւ կկարողանաք այդ հարցին ճիշտ լուծում տալ։ Միայն այդպես։ Նաև կարող եք դիմել ինչ-որ մեկին։ Գուցե բախվել եք խնդրին, որովհետև ինչ-որ բան է պակասում, եթե անձնական եք աշխատում, դուք ձեզ համար, ինչ-որ բան է պակասում, սպասում եք, որ գա։ Եվ դա չկա, բնականաբար, եւս լինում է խոչընդոտ, լինում է լաբիրինթ, բախվում եք եւ չեք կարող մարդկանց ապրանքը տալ։ Ֆինանսական գործարք ոմանք կկնքեն, ոմանք մշտապես ինչ-որ գումար են ստանում կամ կարող եք սկսել ստանալ, գուցե պետությունից, գուցե երեխայի համար, գուցե ուսման վճար, ինչ-որ մի բան է, որը կսկսեք մշտապես ստանալ, կամ ոմանց համար է սա պայմանագիր է, այդտեղ ներսում գումար է նշված լինելու, միգուցե վարկ եք վերցնում, հիփոթեք է, տունն եք դնում գրավ, ինչ-որ մի բան է, որը այստեղ ձեզ կամ դուք եք սկսելու արդեն վճարել մշտական։ Այս շաբաթվանից սկսած անընդհատ այդպես ցիկլային ինչ-որ որոշ ժամանակ պետք է անընդհատ վճարեք։ Առողջության հետ կապված բացարձակապես ոչ մի տեսակի խնդիր գոյություն չունի ձեզ մոտ, այնպես որ առողջ եք պոպոքի նման։ Այսքանը ձեզ համար դե հասուն լավ պոպոքի։ Այսքանը ձեզ համար, նոր հիշեցի, որ պոպոքը ճլորացել է լինում, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 18-ից 24-ը։ Սա պետք է դուրս գար։ Երկուսն էլ լավ են։ Երկուսն էլ լավ քարտ է, այստեղ ոմանք պաշտոն կստանան, ոմանք շատ կարևոր պայմանագիր կկնքեն իրենց համար, ոմանք ամուսնության առաջարկ կստանան, կզաքսավորվեք այստեղ նաև կամ ամուսնության օրը կորոշեք վերջնական, կհրավիրեք ձեր հարազատներին արդեն, ձեր շրջապատող մարդկանց, ձեր հարսանիքին։ Նաև սա գործարք է, որը իրոք շատ կարևոր գործարք է լինելու ձեզ համար շատ։
Գուցե հետագա ապագայի համար է այս գործարքը։ Տեսնենք ինչ է սպասվում խեցգետիններին, երկուսն էլ դուրս թռան, հա, այսինքն մեկը գնաց, բռնեցինք, հետ վերեցինք։ Այստեղ մի փոքր ֆինանսների հետ կապված խնդիրներ կան։ Անձնական կյանքում փոփոխություններ են այստեղ, հենց դա էլ եւս ասում էր, այստեղ ամուսնության հետ կապված, նշանադրության հետ կապված։ Դա կարող է լինել տեղափոխություն, տեղափոխվում եք մեկ այլ բնակարան, մեկ այլ երկիր, մեկ այլ տարածք, նաև ընդհանուր, հա, ձեր կյանքում է փոփոխություն մտնում, միգուցե ինչ-որ մեկն է մտնում ձեր կյանք, դա է փոխում։ Միգուցե մեկ այլ բան է, ինչ-որ մի բան է սկսվում ձեզ մոտ եւ այդպիսով փոփոխություն է լինում ձեր կյանքում։ Աշխատանքի հետ կապված այստեղ հստակ պայմանագիրը արդեն ինքը ընդհանուր ֆոնը դա ասեց այդ մասին, պայմանագիր կկնքեք, գործարք կկազմեք, նորություն կլսեք, միգուցե պաշտոն եք ստանում, դրա վերաբերյալ եք լսում, որ ձեզ պատրաստվում են առաջ խաղացում տալ, նաև դա կարող է լինել բիզնեսի բացում, դա կարող է լինել բիզնեսի հետ կապված պայմանագրերի կնքում կամ հաշվարկ, վերահաշվարկ, այդպես ինչ-որ բաներ եք նայում, որ տեսնեք ամեն ինչ ճիշտ է արդյոք թե ոչ։ Այ ֆինանսականը այստեղ բախվում եք խնդրի կամ ինչ-որ մեկից գումար վերցնելու, կամ ձեզանից են անընդհատ պարտք ուզում, պարտքերը ուզում, միգուցե դա պարտքեք, ինչ-որ բաներ են այստեղ, որ բախվում եք անընդհատ, կամ չեք կարողանում շատ գումար վաստակել, կանցնի այդ խնդիրը ձեզ մոտից։ Գիտեք, ինձ թվում է այստեղ վարկ պետք է ձևակերպեք, կամ երևի վարկ եք ուզում ձևակերպեք, այստեղ ավելի լավ կլինի, որ փոխեք ձևը գումար վաստակելու կամ նաև վարկի ձևակերպումը կամ ինչ-որ մեկից պարտքով գումար վերցնելը, որովհետև խնդիր է անընդհատ եւ դուք էլի վերցնելուց էլի եք մտնում խնդրի մեջ, որովհետև արդեն ավելի շատ եք խճճվելու, թե ում պարտքը տալ։ Այստեղ ցույց է տալիս վարկ, բայց ես այդքան էլ խորհուրդ չեմ տա։ Եթե արդեն իսկ ունեք վարկ, իսկ սա նշանակում է արդեն հավելյալ խնդիր ձեզ մոտ։ Գուցե դա է ցույց տալիս խնդրի լուծումը, բայց դա էլ հետո պետք է փակեք։ Այնպես չի, որ այդ խնդրի լուծումը ահա եղավ, բրծավ։ Դա եթե այս պահին շատ մեծ է խնդիրը, դա ուրիշ հարց է։ Այստեղ ուղղակի դուք չեք կարողանում շատ գումարներ վաստակեք։ Չի լինում ապրանք ծախել, չի լինում ինչ-որ մի բան, այս ապրանքը կարող եք բերել ուզենալ վաճառել, մեկի հոգ չի վաճառվում, կամ աշխատում եք միշտ ինչ-որ տեղերում աշխատավարձերի համար անպայման պետք է գնաք դիմեք, դիմում եք, բախվում եք խնդրի, ասում եք չկա։ Նա եթե աշխատավարձը դեռ մինչև հիմա չեն տվել, հա, ոնց որ էլի խնդիր է։ Կամ այս հիմա ձեզ գումար է պետք, գնում եք տնօրենի մոտ, գումար եք ուզում, եւս էլի, հա, ասում է չէ, այս պահին չկան։ Նա ուրիշ ձև է պետք, ինչ որ մի սովորել է պետք ֆինանսական ճիշտ բաշխման համար։ Դա ոչ ամոթ բան է, ոչ էլ, հա, ընդհանրապես շատերն են գնում եւ 90% մարդկությունը պետք է սովորի ճիշտ կառավարել գումարները։ Այստեղ չգիտեմ, միգուցե դուք եք տեսնում վարկի մեջ ամեն մի հարցը, բայց չգիտեմ։ Այդտեղ կարող է ուզում եք ինչ-որ մեկից պարտքով գումար վերցնեք, իմանում եք, որ չի տալիս կամ ինքն էլ ունի խնդիր։ Խոսքով ինչ-որ պահեր են ֆինանսական, որ պետք է կարողանաք հարցին լուծում տալ։ Այնտեղ դեր շրջապատն է ընկել, միգուցե շրջապատը ինչ-որ չափով ավելի շատ օգնի, քան վարկը, որտեղ դա հավելյալ պարտք է։ Եթե շատ մեծ է խնդիրը, դա ուրիշ բան է։ Հաշվի առեք, որ քարտերը ընդհանուր է բոլորի համար է։ Առողջությունը այստեղ մանր-մունր խնդիրներ են, որոնց պետք է անպայման ուշադրություն դարձնեք։ Գուցե ձեր համար դրանք մանրուքներ են, որ ասում եք, հա դե լավ, դե ինչ է, որ կանցնի կգնա, բայց անցնի գնալով չէ, հա, սա լուրջ խնդիր է եւ պետք է անպայման այդ խնդրին լուծում տալ։
ականջի հետև մի գցեք։ Այսքանը ձեզ համար, միգուցե պետք էր գումարը առողջության համար չեմ կարող ասել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին մայիսի 18-ից 24-ը։ Ինչ-որ բաներ էլ էին ուզում ընկնել, երեքը ինչ-որ դուրս եկավ, սա եվս լավ բաներ են ձեզ ասում, բայց դե իրանք ուղղակի շատ հաստ դուրս եկան։ Բավականին էմոցիոնալ կլինեք։ Միգուցե շաբաթը ավելի շատ անցկացնեք ձեր մայրիկի հետ, միգուցե ավելի շփումը շատ լինի մայրիկի հետ, ինքը գա ձեր տուն մնա, դուք գնաք իր տուն մնաք եւ ավելի շատ լինի շփումը։ Ոմանց համար սա ռոմանտիկ պահեր են, ռոմանտիկ հարաբերություններ են, ռոմանտիկ շփում, նաեւ դե էմոցիաները սանք ինչ-որ մի բան է լինում, որ մարդը էմոցիոնալ է լինում։ Դե տեսնենք, հա, կարող այստեղ ոլորտները ցույց տան։ Եվ ինչ-որ բաներ էլ ձեզ մոտ մութ է մնալու, ինչ-որ բաներ անհասկանալի։ Տեսնենք ինչ է սպասվում առուսներին։ Մնացած առումով հիանալի է, երևի դրամա էլ էմոցիոնալ եք, այստեղ ընտանիքով ոչ ուղղություն կընտրեք, ընտանիքով, եթե ընտանիք չունեք դուք ձեր անձնականը, ոչ ուղի կընտրեք, ասեք այսպես եմ անելու, վերջ գնում եմ սա, գնում եմ, չգիտեմ, որ երկիր, շփվում եմ այս մարդու հետ, կամ հա նման ինչ-որ ուղի է, որը ընտրում եք, բաժանվում եմ այս մարդուց, բայց գիտեք, այստեղ էմոցիաներ կան, քիչ պետք է ուշադիր լինեք, որտեղ հնարավոր է այդ ամենը անում եք էմոցիաների ազդեցության տակ, եւ բաժանվելը, եւ միանալը, երկուսն էլ այստեղ, հա, անպայման ուշադրություն դարձրեք։ Նույնն էլ ինչ-որ ընտրություն, հա, կարող է ձեզ առաջարկ են արել գնալ օտար երկիր, կամ մեկ այլ բան, եւ այդպես հա վայ օտար երկիր հարժի հասա այդ էմոցիաների ազդեցության տակ ընտրեք այդ ուղին, հա, որ այն սա անեք։ Նաեւ աշխատանքի հետ կապված, բիզնեսի հետ կապված, դες այսպես նայեք, եւ աշխատանքի վայրում ձեզ հետ շատ լավ կլինեն, բիզնեսի հետ կապված ամեն ինչ որ ուրախալի կլինի, ձեզ համար շատ լավ կլինի այդ պահերը։ Նաեւ դա կարող է լինել սիրահարվածություն աշխատանքի վայրում, ինչ որ մեկին տեսնեք, հա, հավանեք, սիրահարվեք, կամ ձեզ սիրահարվեն։ Սիրո խոստովանություն են դա աշխատանքի վայրում ձեզ անեն, գուցե բոլորի ներկայությամբ նաև, հա, դա եւս չի բացառվում։ Կարող եք ընդունվել աշխատանքի կամ ձեզ սիրելի աշխատանքով զբաղվեք եւ դրա համար այդպես լավ էմոցիոնալ լինեք, որ ընդունում եք աշխատանքի եւս էլի մարդ բնական է էմոցիոնալ է լինում։ Գումարային առումով այստեղ գումարը պետությունից կարող եք ստանալ, նաեւ գուցե ծախսում եք ռեստորանների վրա, պետական հիմնարկության վճար եք տալիս, ուսման վարձ, բժշկականի հետ կապված հարցեր, գուցե տեղ եք ծախսերանում։ Ֆինանսական վիճակը, բայց լավանում է, բարձրանում է այստեղ, հա։ Մենք աշտարակ ենք տեսնում եւ ֆինանսները այդպես աշտարակի նման բարձրանում են, դա նշանակում է ֆինանսական վիճակը լավանում է, հա, այսինքն ավելանում է ձեր ֆինանսները։ Իսկ առողջության համար ուշադրություն դարձրեք միայն արյան շրջանառությանը։ Միայն դա է, որ ձեզ համար շատ կարևոր է, շատ քայլեք, ոնց որ ես միշտ ասում եմ, պետք է շատ քայլեմ, բայց չեմ քայլում։ Շատ քայլեք, անպայման շատ քայլեք, որտեղ արյան շրջանառությունը հենց կախված է քայլելուց։ Եթե դուք միշտ նստած եք, նորմալ չի շրջանառվում ձեր արյունը։ Իսկ դրանից էլ արդեն կախված է բոլոր օրգանների լավ եւ վատ աշխատանքը։ Այսքանը ձեզ համար,
հիանալի շաբաթ էր, այնպես որ ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Հեռախոսը զայատկի է դրած ու ամեն ինչը լարերը ձեռներից տակեր չի մտածում են կողմը կարելի է միացնել ներվայնանում է անդադ չգիտեմ անդադ շարժվում է տեսանյութը թե ոչ լավ տեսնենք ինչ է սպասվում կույսերին մայիսի 18-ից մինչև 24-ը Այ կորուստ է սա, կորուստ է մոներ խնդիրներ են, որոնք որ առնետներն է ստեղծում, դե տեսնենք, որ ոլորտում է սա, ցույց տալու է, ինչ ոլորտում է լինելու այս խնդիրը, տեսնենք, ինչ է սպասվում կույսերին, դե միայն ակտիվ ֆինանսներով եք զբաղված, մնացածը նայեք։ Անձնական հարաբերությունները կամ լուրջ չեք ընդունում, կամ դրա համար կարող է լինել կորուստ, այսինքն կամ ցույց չեք տալիս, որ լուրջ եք տրամադրված, կամ դիմացինը ցույց չի տալիս, որ լուրջ է տրամադրված, դրա համար կորուստ է սա։ Հեղինակության կորուստ կարող է լինել, եթե այստեղ լուրջ հարաբերություններ չլինեն ինչ-որ մեկի հետ, այսինքն թռուցիկ շփում եւ այլն դուրս գալ, դա կարող եք ձեր անվան հետ խաղալ։ Նաև ընտանիքով կարող եք գնալ ինչ-որ միտեղ, զվարճանալ, ուրախանալ, խաղալ, այնտեղ ուշադիր եղեք, որ ինչ-որ մի բան չկորցնեք, հա, հետո գաք տուն։ Եվ ովքեր որ նոր կծանոթանան ինչ-որ մեկի հետ, պետք է ուշադիր լինեք այս քարտերով, որովհետև կարող է նաև լուրջ չի տրամադրված ձեր նկատմամբ, հա, հարաբերությունները լուրջ չեն։ Մեկ ակնթարթ նաև ընտանիքում ոչ է մի բան տեղի կունենա, հարաբերություններում մի բան տեղի կունենա, ինչ-որ մի բան է, որը ես այս պահին չեմ կարող ասել, որովհետև բոլորի համար է չեմ կարող ես մեկ քարտ անել եւ ասել ինչ է լինելու։ Դե տեսնենք մենակ մի հարց տանք, ինչ հարց։ Չի հետ է կապված ավելի շատ, հա, ավելի այդ հարցը տանք։ Գումարի հետ է կապված այստեղ։ Ինչ որ մեկ ակնթարթ մի բան է լինելու գումարային առումով կամ ընտանիքով իրոք գումարային այդ թեմաներին այդքան էլ լուրջ չեք վերաբերվում, կա ծախսում եք, չկա չեք ծախսում, ավելի շատ այստեղ գումարային հարց կլինի եւ եթե նոր մարդիկ ծանոթանան ձեզ հետ, եթե դուք ֆինանսապես ապահովված եք, ապա այստեղ եւս պետք է ուշադիր լինել, որովհետեւ դա լուրջ մտադրություն չի այդքան էլ։ Նույնն էլ այստեղ կարող եմ ասել աշխատանքի վայրում, նայեք երկիեսանիների պատճառով ուշադիր եղեք, որպեսզի չկորցնեք ձեր հեղինակությունը, ձեր աշխատանքը, իրանք կարող եք իրենց լսել, կարող եք դե իրենք ինչ-որ մի բաներ ասեն ձեր մասին եւ հետո կորցնեք եւ հեղինակությունը եւ աշխատանքը, իսկ կարգավորվի հանգիստ կթողնեն դրանք ձեզ։ Ժամանակ է պետք կամ նոր եք դուք մտել այդտեղ աշխատելու կամ հա ժամանակ է պետք որ հասկանան դուք ով եք ձեր էությունը, հա, ինչպեսին է կնեք, որ նոր հետո ձեզ հետ ուրիշ կերպ վարվեն, այսինքն որ չեն կարող, հա, ձեզ հետ այդպես ձեզ հենց վերցնեն տանեն ուրիշին, ուրիշից վերցնեն բերեն ձեզ մոտ, հա, ժամանակ է պետք որ հասկանան իրոք դուք ով եք։ Եվ ժամանակ է պետք որպեսզի դուք եւս ամրապնդվեք այդ աշխատանքի վայրում։ Դրա համար կամ մի տրվեք դրանց, կամ այնպես արեք, որ այնպես չանեն, հա, որ դուրս գաք աշխատանքից։ Մի խոսացեք ոչ ոքի մոտ, ոչ wokից, ոչինչ մի ասեք, միգուցե գան ինադու իրենք ուրիշից սկսեն խոսել, որ դուք էլ խոսեք, հետո դուք եք տուժելու, ոչ ոք չի տուժելու այստեղ, միայն դուք։ Եվ
Գումարային առումով բավականին այսպես նախ գումար կգա ձեզ, գուցե նաև դուք էլ եք ուղարկում գումարային առումով այստեղ բավականին աշխույժ կլինեք եւ կփորձեք գումար վաստակել, գումար աշխատել, երկրորդ եկամտի աղբյուրներ ունենալ, այդպես ինչ որ առույգ կլինեք այդ առումով այնտեղ գործեր անընդհատ կանեք, որպեսզի գումար վաստակեք։ Նորություն կարող եք լսել գումարի հետ կապված հարցերում, եթե անում եք, միգուցե բանկից է, միգուցե ինչ-որ մի տեղից է, հյուրեր կարող եք ունենալ, ում վրա էլ որ գումար կծախսեք, կամ հստակ հյուրի կամ ոնց որ կամ այն ծախսերը, որը հյուրի հետ այստեղ այնտեղ կարող եք գնալ։ Ավելի շատ այս շաբաթ պատվերներ կանեք եւ դրանց վրա գումարներ կծախսեք, ոնց որ այստեղ կորուստը նաեւ դրանից է գալիս, այսինքն ավելորդ պատվերներ, եթե դուք կարող եք դա անել։ Նման բաների վրա գումար կծախսեք։ Առողջության հետ կապված, այստեղ պետք է ուշադրություն դարձնեք առողջությանը, սուր գործիքներով աշխատելուց, նաև գուցե ինչ-որ մարդկանց համար վիրահատություն է։ Պլաստիկ վիրահատություն է, ուղղակի վիրահատություն ինչ-որ մի օրգանի հետ կապված։ Սա նաև կարող է լինել, որ այս շաբաթ գնաք ասեղներով ինչ-որ գործողություններ անեն, կամ այլուն հանձնեք, կամ որևիցե մեկ այլ պրոցեդուրա ասեղի հետ կապված։ Մի քիչ խառը շաբաթ է, խառը եւ ոնց որ ասում են, ընկել են ձեզ հետից ինչ-որ բաներ որ կորցնեք։ Դա համար պետք է դուք ավելի զգոն լինեք, քան դիմացինը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին մայիսի 18-ից մինչև 24-ը։ Տղամարդ է կարևոր դերում, գուցե նոր ծանոթություն է, ձեր տղան է, բանակ է գնում, բանակից է գալիս, ավարտում է դպրոցը կամ ընդունվում է ինստիտուտ, այդ հարցերով եք զբաղվում, ձեր ամուսինն է, գալիս է կամ գնում է, դուք եք գնում իր մոտ։ Ինչ որ մեկն է ում հետ կարող եք աշխատել, ում կարող եք սովորեցնել։ Ինչ որ մի տղամարդ է, շատ կարևոր է։ Դա ոմանց համար սա նոր ծանոթություն, նոր ինչ որ մեկն է կմտնի ձեր կյանք։ Տեսնենք ինչ է սպասվում կշարքներին։ Նույնիսկ ինչ որ մեկն է, ով կարող է իրոք օգնում է ձեզ աշխատանք գտնելու հարցում, եթե աշխատանք եք փնտրում։ Հիանալի է, անձնական հարաբերությունները հիանալի են ուղղակի ձեզ մոտ, ոչ մի խնդիր չկա, մեկը մյուսին շատ լավ է հասկանում, նոր ծանոթություն, ինչ որ լավ բան տեղի կունենա տանը, ընտանիքում, գուցե իրոք տղան է գալիս բանակից, չի, հիմա չեն գալիս, հիմա են կարծում գալիս, գարնան պրիզիվը հիմա չի, գալիս են, թե գնում են, գալիս են, գարնան սկիզբ եմ ոնց որ գնում, ինչքանով հիշում եմ։ Դե կարող ամուսինն է գալիս կամ դուք եք գնում ամուսնու մոտքում, տուն եք գնում, ինչ որ մի բան է, որը որ ձեզ համար հաջողություն է դա բերում, ինչ որ հնարավորություն եք ստանում, վիզա եք ստանում, յուրաքանչյուր բան կարող է լինել, որը որ ձեզ եւ ձեր ընտանիքին հաջողություն է բերում։ Հաջողակ ծանոթություն ինչ որ մեկի հետ են, որ ասում եք Փառք Աստծու կամ երեխաս ինչքան լավ մարդ գտավ կամ ես վերջապես գտա իմ ուզածին, իմ ուզած մարդուն։ Աշխատանքի հետ կապված նոր հնարավորություններ են ավելի հեշտ ընդունվելու աշխատանքի, իրոք այդ անձնավորությունը, այդ տղամարդը ձեզ օգնում է, որպեսզի ավելի հեշտ ընդունվեք աշխատանքի, հեշտ անեք գործը, մի տեսակ կարող է պատվերը այս շաբաթ, որ ինքան հեշտ եք անում, որ չեք էլ հասկանում, վայ, բրծա արդեն մի տեսակ թեթև գործ։ Աշխատանքի վայրում եւս, ամեն ինչ ավելի թեթև կլինի, ավելի հեշտ կլինի։ Բիզնես բացելը շատ հեշտ կլինի, բիզնես եթե բացեք, այ աջող լուսին է, առաջ կգնա ավելի շատ, ավելի հեշտ կգնա առաջ։ Ձեզ մոտ այդ գործընթացը։ Եվ այստեղ ֆինանսական գումարի ինչ որ փաստաթուղթ կարող եք ստանալ, որտեղ մեջը գումար է նշած։ Նաև կարող եք պայմանագիր կնքել ֆինանսական, կարող եք վարկ ձևակերպել այստեղ,
կամ ծրարի մեջ ինչ-որ գումար դնել, տալ ինչ-որ մեկին, հաշվարկեք կամ ձեր ծախսերը, կամ գործերը, ինչ-որ ուզում եք անեք, հա, դա հաշվարկեք։ Իսկ առողջությունը այստեղ կարող է ինչ-որ մի բան է բացահայտվում, որը չգիտեիք։ Դրա համար եմ միշտ ասում, եթե մի փոքր բան եք տեսնում, անպայման գնացեք բժշկի։ Այստեղ կամ պետք է գնաք հանձնեք ինչ-որ արյուն կամ ոչ մի թեստ։ Գուցե հղիություն է բացահայտվում։ Գուցե այս քարտը դա էր ասում, որ լավ բանը դա հղիությունն է ձեզ մոտ, որ տեղի ունենում, գուցե երկար ժամանակ չեք կարողանում հղիանալ։ Բայց գնացեք բժշկի, որովհետև այստեղ ինչ-որ մի բան կա, որը շատ կարևոր է, որը պետք է իմանաք դուք եւ բուժեք, դա ավելի շուտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 18-ից 24-ը։ Տունն է ձեզ համար կարևոր, տան գործերը, տան հարցերը, տուն գնել, տուն վաճառել, տեղափոխվել, ինչ-որ գործողություններ անել տան մեջ, ուբոր կա, վերանորոգում, հյուրեր կարող են գալ եւ մնալ այս մեկ շաբաթը, դուք գնաք ինչ-որ մեկի տուն մնաք, ինչ-որ բան է, կարևոր հարց է, տան հարց եք լուծում կամ տան հետ կապված։ Գուցե այս շաբաթ որոշում եք տան իրեր գնել։ Տեսնենք ինչ է սպասվում կարիճներին։ Գուցե որոշում եք տանը աշխատել, տունը ինչ-որ գործ բացել, բիզնես բացել։ Լավ շաբաթ է։ Լավ շաբաթ է, այստեղ ոմանք պատրաստվում են հարսանիքի, ոմանք ամուսնության առաջարկ կստանան, կանեն, նաև գործարք է, որ կամ դուք կկնքեք, այստեղ ամուսնության պայմանագիր եք կնքում, զաքսավորվում եք, դե հարսանիք չի կարելի, բայց չէ, որ զաքս եւ այլն նման բաներ կարելի է, միայն հարսանիքն է, որ բոլորը հետաձգում են հարսանիքը, եւ չգիտեմ, մայիս-վայիսի հետ է դա կապված, թե ուրիշ բանի հետ է կապված։ Սա նաև ինչ-որ բաներ են, որ կարող եք անել ընտանիքով, օրինակ ինչ-որ բան են պատվիրել եւ բոլորը վանում եք։ Այս մեկ շաբաթը բոլորդ այդ նույն գործի վրա եք լինում, ինչ-որ թել կծկել, չգիտեմ ինչ, այնտեղ մեկ-մեկ տեսնում եմ, հա, ընտանիքով նստած ինչ-որ նույն գործն են անընդհատ անում։ Միգուցե նման ինչ-որ բաներ կարող եք անել։ Եվ одноразовый լինեն։ Երկրում ամեն ինչն է одноразовый, մենք էլ ենք одноразовый դառնում։ Օգտագործես դենշետ, շփրտես։ Իրոք, այ որ իշա հիմա մարդիկ էլ են одноразовый, օգտագործում դեն են շփրտում։ Եղասկով, այստեղ իրոք ամեն ինչն է одноразовый, դուք չեք պատկերացնում, ուզում ես դու 10 եվրո, ուզում ես վճարի 100 եվրո, ուզում ես վճարի 1000 եվրո, միևնույնն է, դա одноразовый է, ուրիշ ոչինչ, ամեն ինչ։ Ես իմ վերորդ արդեն զայադշնիկն եմ այստեղ վերցնում, այնա պարմա, գնում գալիս է էլի գժինում։ Աշխատանքի հետ կապված, լավ ձեզ ուրախացրեցի, աշխատանքի հետ կապված, այստեղ ինչ-որ մի տղա կարող է գալ աշխատել ձեզ մոտ կամ դուք սովորեցնեք իրեն, ինքը սովորեցնի ձեզ, նաև կարող տնօրենն է, փոխվում է, երիտասարդ տղա է գալիս, օգնում է ձեզ ընդունվել աշխատանքի, ինչ-որ մի տղա է կամ դուք եք իրեն օգնում, կամ ծանոթ տղա է, մեկ էլ գալիս է այնտեղն է աշխատում, որտեղ որ դուք եք աշխատում։ Դե տնօրենն է, մենեջերն է, ում հետ ավելի շատ կլինի առնչությունը այս շաբաթվա ընթացքում։
Նաև գումարի հետ կապված այստեղ ինչ-որ մի բան կիմանաք, ինչ-որ գաղտնիք է կամ մեկը ինչ-որ բան է գնել և նոր է ձեզ ասում կամ միամիտ այդպես կարող է բացահայտվել, որ այսքան գումար էինք ծախսել կամ այսքան գումար պետք է վճարեք ինչ-որ միտեղ և չգիտեիք, հա, օրինակ նկարվել եք միտեղ, ֆոտոսեսիա էր, նկարվել էիք մեքենայի ավանսներից և հիմա պետք է արդեն վճարեք, դա եք իմանում։ Հա, պայմանագիր է, որ կարող եք կնքել այս շաբաթ, ֆինանսական պայմանագիր։ Եվ այստեղ ֆինանսական դրությունն է փոխվում կամ դուք եք փոխում։ Ասում եք վերջ, հա, այս 1-2 կոպեկներին ինչ-որ բան, ինչ-որ հեղափոխություն է կամ ձեր ֆինանսական վիճակում եւ ուրիշ կերպ եք արդեն սկսում եւ ծախսել, եւ հետ գցել, եւ հավաքել։ Նա ինչ-որ պահեր եք սկսում անել։ Առողջության հետ կապված կամ մանկական տրավմաներ են, մանկական հիվանդություններ, որ մեծ տարիքում մարդը նորից կպնում է, կամ այնպիսի խնդիր է, որ անցյալում է եղել, հա, երեխա ժամանակ, հա, ոնց որ հիմա էլի նորից կամ արթնանում է կամ ինչ-որ հիշեցնում է իր մասին։ Ոմանց մոտ էլ սա հղիություն է կամ ծննդաբերություն է։ Այսքանը ձեզ համար Հուսով եմ մի լավ ուրախացաք, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Տեսնենք ինչ է սպասվում աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 18-ից 24-ը։ Ընդհանուր ֆոնը պետական աշխատանքն է, միգուցե պաշտոն եք ստանում, միգուցե շաբաթ ավելի շատ եք լինում ձեր ընկերների շրջապատում, ձեր կամ պաշտոնավոր մարդկանցով կարող եք շրջապատված լինել, կամ տեղեր կարող եք գնալ որտեղ, որ նման մարդիկ կան։ Նաև հասունություն է սա, ուրիշ կերպ կսկսեք մտածել այս կամ այն հարցի վերաբերյալ, կյանքի նոր իմաստ կգտնեք, նորովի կսկսեք ապրել, ինչ-որ մի բան տեղի կունենա, որը մարդուն նոր իմաստ է տալիս ապրել, ինչ-որ պահ է գալիս, ոնց որ կյանքը մարդուն ոնց որ մեռած լինի և չի ուզում ոչինչ անել։ Իսկ սա այս դեպքում ոնց որ մարդը ուրիշ կերպ է սկսում նորից ապրել։ Տեսնենք և Աստված է նաև ձեզ հետ այս շաբաթ։ Տեսնենք ինչ է սպասվում։ Ահա, այստեղ անձնական հարաբերություն մի փոքր կարող ավելի լուրջ լինել հարաբերությունները, ավելի սառը։ Նկատեք, որ ավելի սառն զգացմունքները քիչ է մի տեսակ։ Դա նորմալ է, որովհետև դա է ընկել։ Նաև ձեր կողակիցը կարող է այստեղ պաշտոն ունենա, ինքը կարող է առաջ խաղացում ունենա, ձեր ծնողը կամ ծնողներից մեկը կարող են առաջ խաղացում ունենալ, իրենց մոտ ինչ-որ բան առաջ գնա։ Դա եւս, հա, ազդի ձեզ վրա, որտեղ իրար հետ եք ապրում, դեռ ամուսնացած չեք։ Նաև դե սա կողը գնում ենք ռեստորան ավելի շատ ձեր ընտանիքով, այս շաբաթ մի տեսակ ավելի, հա, շատ եք այցելում նման վայրեր, կողը գնաք ֆիլմ նայելու կամ մեկ այլ տեղ, որտեղ որ տոմս եք գնելու մտնեք, հա, այդպես հանգիստ չեք կարող մտնել։ Աշխատանքի հետ կապված ինչ-որ ուղի կընտրեք, կամ որոշում եք բիզնես բացել, կամ դուրս գալ, կամ հենց ինչ-որ մի տեղ, որտեղ որ մտքով անցել է ձեր, ուզում եք դիմեք, որպեսզի տեսնեք աշխատանքի կընդունեն, թե ոչ։ Ինչ-որ ուղի եք ընտրելու, կամ վերջ, այստեղից դուրս եմ գալիս, կամ վերջ, հենց այստեղ եմ մտնում աշխատանքի, կամ ուրիշ ձև եմ սկսում աշխատել, կամ բացում եմ բիզնես, վաճառում եմ սա, ինչ-որ բաներ են, որը ինչ-որ ուղի կընտրեք։ Միգուցե նաև ձեր երկրորդ կեսն է ձեզ օգնում այստեղ։ Նաև հարաբերությունները, եթե հարաբերությունների մեջ եք, այդ հարաբերությունները ավելի լրջացման փուլ կգնան դեպի։
Եվ կարող եք նաև ծանոթանալ ինչ-որ մեկի հետ, որի հետ սկզբում կնկատեք, որ ոնց որ սառը լինի, թե ինչի է ոնց որ մոտեցե ինձ, ոնց որ զգացմունքները չունենա, բայց մոտեցել է, նման տպավորություն կարող եք ունենալ։ Բավականին շատ աշխույժ կլինեք և կփնտրեք նոր եկամտի աղբյուրներ, նոր հնարավորություն, երկրորդ եկամտի աղբյուր, թե ինչպես կարող եք էլ ավելի շատ գումար վաստակել, ինչպես կարող եք ավելի շատ աշխատել, գումար նաև կգա ձեր տուն, գումար նաև դուք կուղարկեք ինչ-որ մեկին, պատվիրել և բերեն տուն, կամ ավելի շատ այս շաբաթ պատվերների վրա գումար ծախսեք, այնտեղ կող ընկերներն են գալիս, անընդհատ ժամանակ չկա ինչ-որ մի բան սարքելու, ընկերներով եք գնում ինչ-որ միտեղ նստում էլի ծախս, հյուրեր կարող են գալ, հյուրերի վրա ծախսեք, կամ իրենց տանելու այստեղ այնտեղ դրա վրա ծախսեք։ Իսկ առողջությանը ուշադրություն չեք դարձնում, խաղի եք վերածել, դե հա լավ ցավում է, այսօր կցավա վաղը կանցնի, պետք է անպայման ուշադրություն դարձնել։ Այդպես բարձի թողի վիճակ մի արեք, որտեղ կարող է մեկ ակնթարթ նաև հա ձեզ այստեղ ինչ-որ մի բան ասի, ես այստեղ եմ, դու ինձ բանի տեղ չդրեցիր, ուշադիր եղեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մայիսի 18-ից 24-ը։ Ընդհանուր ֆոնը երեխաներն են, երեխաներ, թոռներ, հղիություն, ծննդաբերություն, միգուցե ձեր երեխաները, միգուցե թոռ եք ունենում, նաև սա երեխաներն են կենտրոնական դերում, դա վերջին զանգ է և այլն կողի այդպես է, կամ ընդունելություն մանկապարտեզ, ընդունելություն դպրոց և այլն։ Նաև դա նոր գործ է, նոր գործ, նոր բիզնես, նոր ինչ-որ մի բանի սկիզբ, ձեզ մոտ նոր հարաբերություններ, այդպես տեսնենք ինչ ոլորտում եք նորը սկսելու, ամենայն դեպս դե ոմանց մոտ այստեղ տարբեր ոլորտներ կլինեն, որը նոր է, նոր բան է։ Տեսնենք անձնական կյանքը, ինչ է սպասվում ընդհանրապես այդ եղջյուրներին։ Այստեղ անձնական հարաբերություններում ինչ-որ բան է գնալու, նորին տեղ բացելու համար, միգուցե հարաբերությունների ձևն է, միգուցե հարաբերություններն են, միգուցե հարաբերություններում որևիցե խնդիրներ են, որոնք որ կգնան, դե բայց այս դեպքում արդեն նորին տեղ չեմ բացի, ուրիշ արդեն խնդիրները կգնան, ինչ-որ բան է, որ գնալու է ձեզ մոտ, դե կախված է նաև ինչ հարաբերությունների մեջ եք այստեղ։ Եթե ինչ-որ մեկն է գնում ձեզանից, ապա դա նշանակում է, որ արդեն հասել է գագաթնակետը, հասել է այդ աստիճանի, որ գնում է ի վերջում, լցվել է բաժակը այդպես։ Աշխատանքում կամ ակտիվ փնտրտուքների մեջ կլինեք աշխատանք, կամ շատ ակտիվ կաշխատեք, ակտիվ բիզնես կամ կբացեք կամ կվարեք ձեր բիզնեսը, ավելի այդպես աշխույժ, նաև նորություն կլսեք աշխատանքի վայրից, կարող ձեզ կանչել աշխատանքի վայր կամ նախկին աշխատանքի վայրից, պես կարող են կանչել ձեզ, նաև գնաք փորձաշրջան, եթե սեփականն ունեք, ապա սեփականը ևս լավ առաջ կտանեք։ Կարող եք բաներ պատվիրել ձեր աշխատանքի հետ կապված, որպեսզի գա և դուք շարունակեք ակտիվ ձեր աշխատանքը էլի։ Նաև գումարի հետ կապված գումարը և դուք կուղարկեք, և դուք կստանաք գումարը կարող եք ծախսել մեքենայի վրա, մեքենա ձեռք բերելու, մոտոցիկլետ և այլն, շարժական գույքի վրա, նաև ուղղակի ճանապարհներին կարող եք գումար ծախսել բենզինի կամ մեքենայի սարքավորումների համար, գործուղման համար ևս կարող եք գումար ծախսել,
Ում ձեր գործերի համար, այս այն կողմ պետք է գնաք եւ այդպես գումար եք ծախսում անընդհատ։ Իսկ առողջությունը այստեղ ոչինչ չունեմ ասելու, առողջությունը շատ լավ է, բացարձակապես այստեղ խնդիրներ չկան։ Անգամ եթե վիրահատություն եք անում եւ ուզում եք օրինակ, եթե պլաստիկ վիրահատություն է եւ ուզում եք որ ինչ-որ մի բանի հասնեիք, ինչ-որ մի ձև, ապա դրան հասնում եք։ Ունենում եք այն ինչ որ դուք եք ուզում, ստանում են բժիշկները այն ինչ որ դուք եք ուզում։ Այսքանը ձեզ համար ամենայն դեպս հիանալի շաբաթ է։ Այստեղ նաև կարող եք նոր մի բան սկսել եւ դա հենց ցույց էր տալիս, որ դուք նորովի այդպես անելու եք։ Շատ ավելի քանի որ նոր է, մարդը ավելի առույգ է դեռանում, այդ որ հնանում է արդեն թողում է որ ինքնուրույն ամեն ինչը գնա առաջ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 18-ից 24-ը։ Ընդհանուր ֆոնը շատ սեր եւ էլի սեր, շատ սեր։ Ոնց որ նախորդ շաբաթ էլ էր ձեզ մոտ այսպես ուզում եմ հիշել։ Կարծես թե։ Տեսնենք, լավ, սիրո հարցը ձեզ համար շատ կարևոր է, կամ ինչ-որ մարդիկ այս երկու շաբաթ այդպես սիրահարված թիթեռնիկներով քայլում են, ման են գալիս։ Կամ սեր եք բաժանում, սեր եք ստանում, ինչպես որ բաժանում եք, այնպես է ստանում եք։ Տեսնենք, անձնական կյանքը։ Ուզում է լիներ, չասրեցի, տեսնեմ ով է զանգում։ Անձնական հարաբերություններ այդտեղ հիանալի, նոր ծանոթություն կարող եք ունենալ, մեկը մյուսի հետ հիանալի է հարաբերություններում ինչ-որ մի լավ բան տեղի կունենա եւ ձեր անձնական կյանքում, եւ եթե ամուսնացած եք, հա, այդ առումով եւս էլի։ Գուցե ընտանիքում շատ կարևոր բան է տեղի ունենում, որ բոլորով այդպես շատ լավ եք զգում, երջանիկ եք։ Ինչ-որ հաջողություն է տանը կամ ձեզ եւ այն ձեր անձնական կյանքում եք, ո՞վ ինչ-որ մեկի հետ եք ծանոթանում, ով որ Ձեր կյանք հաջողություն է բերում, կամ շատ լավ այդպես հաջողակ ծանոթություն է ձեզ համար, ինչ-որ մի լավ մարդ է մտնում ձեր կյանք։ Աշխատանքի առումով եւս հաջողություն է, սա նոր դռներ է բացում ձեր առջև, նոր աշխատանք, նոր հնարավորություններ, ոմանք կարող են ինչ-որ աշխատանք ավարտեն, վերջացան, փակեն այդ դուռը, այլևս վերջ այդ գործը արդեն ավարտեցիք, վերջացրեցիք։ Ոմանց համար են նոր դռներ է սա, նոր հնարավորություններ են, նոր աշխատանքի ընդունելություն, աշխատանքում հաջողություն, բիզնեսում հաջողություն, բայց ֆինանսական վիճակը այդքան էլ լավ չէ, սա կորուստ է։ Կարող է մեծ գումարով ինչ-որ բան եք գնում եւ երևում է հետո դա ձեզ վրա, որ մեծ գումար ծախսեցիք։ Ուշադիր եղեք նաեւ գումարը չկորցնելու համար։ Տեսնենք, գումար եք կորցնում։ Չէ, կարող եք տալ ընկերոջը, բայց դա էլի պետք է գրեք սառույցին։ Իսկ ֆինանսական մանր-մունր խնդիրներ են։ Անհանգստություն կա, ֆինանսական առումով անհանգստություն կա, որովհետև խոսակցություններ էլ կան։ Միգուցե արժեք եք ասում, միգուցե ինչ-որ բան եք ասում։ Կամ նաև ծախսը։ Տեսնեմ, սա մեծ ծախս է։ Երեխաների համար կարող եք ծախսել, կամ նոր բիզնես սկսելու, նոր ինչ-որ մի բան սկսելու համար կարող եք ծախսել։ Եվ քանի որ այդ ֆինանսական վիճակի համար կարող անհանգստանում եք, նաև դա ազդում է անմիջապես ձեր առողջության վրա։ Փոքր բորբոքված եք, նյարդային, դա նաև դեպրեսիվ վիճակ է, մեկ կարող տրամադրությունը բարձր է, մեկ տրամադրությունը ընկած է, ինչ-որ պահեր են, որ ինչ-որ կամ անքնություն է ձեզ մոտ, բայց այստեղ նաև արևը կա եւ դա նշանակում է, որ եթե հանգիստ մնաք, ամեն ինչ կկարգավորվի, ուղղակի պետք չի լարվել, պետք չի շատ մտածել ինչ-որ բաների մասին։ Նույն դա ինչ-որ հատուկ խնդիր, ավելի շատ ոնց որ մարդը շատ մտածմունքից է գալիս այդ վիճակի։ Այսքանը ձեզ համար,
Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 18-ից 24-ը։ Ընդհանուր ֆոնը առիթ ունեք։ Այս շաբաթ կամ ավելի շատ կլինեք հասարակության մեջ, ոչ այգիում, միգուցե ելույթ եք ունենում, մարդկանց մեջ կարող ավելի շատ լինել, կամ առիթներ են, որոնք որ կան այս շաբաթ եւ պետք է գնաք։ Դա նաև ոնց որ մարդը իր կյանքն է ցույց դնում, դա արդեն սոցցանցերում կարող է շատ լինել։ Տեսնենք ինչ է սպասվում ձկներին։ Շատ լավ շաբաթ է։ Հարաբերություններ անձնական, բավականին ընկերական կլինեք, մեկը մյուսի հետ հավատարիմ, մտերիմ, իրար կաջակցեք, եթե ինչ-որ կասկածներ կան հավատարմության հետ կապված, ասում է, որ ձեր երկրորդ կեսը ձեզ հավատարիմ է, բացարձակ կասկածելու կարիք չկա։ Ինչքան շատ ընկերական մթնոլորտ է լինում ընտանիքում, այնքան ընտանիքը ավելի շատ է առաջ գնում, աճում, զարգանում, եւ առանց խնդրի բնականաբար։ Նաև այստեղ կողը ձեր ընկերը, դա սիրո խոստովանություն անի, ասի իր զգացմունքների մասին, սիրահարված լինի ձեզ այսքան ժամանակ եւ նոր ասի այդ մասին, բացահայտի իր զգացմունքները։ Ընկերները կարող են գալ ձեր տուն մնալ այս շաբաթ կամ դուք գնաք իրենց տանը մնաք այս շաբաթ։ Շատ կշփվեք, այդպես ոնց որ ընկերներ, ընտանիք, այդպես կգնան կգան անընդհատ։ Աշխատանքը սա կամ գտնում եք ավելի բարձր եկամտով աշխատանք, կամ աշխատանքը ի վերջո իր արդյունքները տալիս է ֆինանսապես, կամ բարձրացնում են ձեր աշխատավարձը, կամ գտնում եք, իրոք, կամ փոխում եք ձեր աշխատանքը եւ ավելի է բարձրանում ձեր այդպես աշխատավարձը։ Եթե չէ, ապա սա բիզնես է։ Բիզնեսը սա նշանակում է գումար պետք է ներդնեք բիզնեսի մեջ, որպեսզի գումար վաստակեք։ Դա կարող է այնտեղ հասարակական կյանքներ, կարող է որոշել եք այդպես ինչ որ սոցցանցերով գումար վաստակել եւ այդպես սկսում եք աշխատել։ Գումար եք ներդնում, որ ցույց տաք մարդկանց այդ ապրանքը։ Գումարի հետ կապված ոչ թե տղա է, սա նշանակում է իր հետ կարող եք ինքնապարտք, դուք եք պարտք, այդպես գումարային հարցեր են, տնօրենն է, որ գումար է տալիս կամ հենց այստեղ աշխատավարձը բարձրանում էր, կարող կանչում է իր մոտ եւ խոսում է, որ աշխատավարձը պետք է բարձրանա։ Չէ՞ գործերը կարող անում է այդ տղան, գումար եք վճարում իրեն։ Ընկերը կարող է լինել պարտքով գումար տակ, դուք վերցնեք, ինչ որ մի խոսքով տղա է եւ ֆինանսներ իրար հետ կապված են, թե ամեն մեկի մոտ ինչ որ բան կարող է լինել։ Իսկ առողջություն ուշադրություն դարձրեք կոկորդին, ձայնալարերին, մրսածությանը, հազին, այդպես կարող է սկվազնյակի կարող ինչ-որ մի բան է, մրսածություն է առաջանում։ Այսքանը ձեզ համար հիանալի շաբաթ է։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։